Պարոն Ղազենյան, երկու հարցի խնդրեմ անդրադառնալ։ Նախ կասեցիք, որ գիտեք պայքարի ընդունումը, որոշ ձեր առաջարկով ընդամենը դրավորին Ես լավ չպիսեցի դեր խոստում ասացիք, թե չեք խնդրեմ նորից հստակ ասել, թե դեր առաջարկով է դեպքում քանի դրամով պետք է իջնի հոսանքի սակագինը եւ ինչով է սխալ իրենց հաշվարկը եւ եթե նոյեմբերի մինչև պասպորտը պետք է նիստը լինի ՀԿՀ-ի հուսանք բաց կլինի եւ բոլոր ցանկություններն այսքան պայմաններ ստեղծեն, այդպես են կողմից ստացել։ Եթե ՀԿՀ-ը որոշի, որ պետք է զրկի հեծին լիցենզիայից, որն է լինելու ձեր քայլերը եւ ինչ է դրանից սպասում։ Եվ տեղեկություն են ասել, որ Ռոմանոս Պետրոսյանը դրանից ամեն դեպքում կհեռանա եւ գրիպ վերադառնա փողոցը, չգիտեմ, ով կդառնա կառավարչի ընդհանրապես Առաջինը 0.2 դրամի հետ կապված ձեզ ասեցի 3.6 միլիարդը այս պայն 1.6 միլիարդը մոտավորապես բնակչությունը հոկտեմբերի 1-ի դրությամբ, եթե հանում ենք 3 ամիս մոտավորապես 1.2 միլիարդի կարգի է եղել այդ ժամանակ, երբ որ մենք ասել ենք սակագին իջացրեք, այսինքն ավելացված գումարը բաժանել 1.2 միլիարդ ծախսի վրա, անում է 3 դրամ։ Պատկերացիք, то есть տարվա կեսը, փաստացի, տարվա կեսին այսքան շահույթ ես ունեցել եւ ունեցել ես այսքան կիլովատ բնակության ծախս։ Դա նշանակում է նա բաժանել նրան։ Իրենք վերցրել են տարվա մոտավորապես 5.6 միլիարդ են բաժանել ամբողջ բնակության, ամբողջ մեր ոչ միայն բնակության, ամբողջի ծախսը, որի արդյունքում ստացել են իրենց ասած 0.5-ից ավել անում միանշանակ, որից հանել են այն սուտը, որ բռնվեց, այսպես ասած, որ մենք իբրև թե ներդրումային ծրագիր ենք տարել, որի արդյունքում պետք է թանկանա, չէ, իրենք ինչ են ասում, մի կողմից ասում են էժանացրեք, մյուս կողմից բերել են մի հատ ծրագիր, որի արդյունքում թանկանալու է։ Այդ ձայնագրության մեջ բարձ լսվում է, ես ինչպես եմ ասում, ընդհուպ մեր հաշվին, այսինքն մենք այդ թանկացումը կանխելու ենք։ Հիմա այդ պարագայում արդեն 0.3-ն էլ եթե գումարվում է, իրանց ասած 0.2 դրամ ուղղակի սուտ է։ Դե ասեցի, մոտավորապես 3 դրամ ամբողջ բնակության համար։ Հիմա արդեն հաշվի առնելով, որ 3.6 միլիարդը դարձել է 7.2 միլիարդ, իսկ բնակության ծախսը 1.6 միլիարդ, այդ դեպքում 7.2 միլիարդը պետք է բաժանել 1.6 միլիարդ։ Մենակ ուզում են տեղեկությունները շատան, որ պահեն, պոպուլիստական քայլան։ Իհարկե, ինչ որ արել են անցած տարի։ Գազի, ես մի առիթով ասել եմ, գազի Գազպրոմ Արմենիան դոլար դրամ ժամանակին պայմանագրի կնքման արդյունքում դոլար դրամի տարբերության արդյունքում մոտավորապես 20 միլիարդ դրամ փողում էր։ Հիմա հարցրեք, որ հանդիպեք, ասեք ուր է 20 միլիարդը։ Ինչի այդ 20 միլիարդից գումարը բերեցիք, որպեսզի 25 թվականի փետրվարի 1-ին զսպեք սակագնի աճը։ Եվ մյուս գումարն ինչ եք անելու։ Ես համոզված եմ, որ ընտրություններից առաջ հաշվի առնելով, որ բոլոր մեթոդների դիմելու են, բոլոր, որ իհարկե կարող կարճաժամկետ լինի իրենց համար։ Դիմելու են, որպեսզի բերեն այդ գազից, տեղից, որտեղից ուզում ա լինի, ինչքան գումար ուզում ավելացած լինի, բերեն սակագինը իջացնեն, ասեն, տեսեք, մեր կառավարիչն եկավ, սակագինը իջավ, ընտրեք մեզ։ Իսկ Հեծի լիցենզիայի զրկելու մասով դուք եք, չէ, երևի ոնց որ դուք եք հարցում արել նիստի դահլիճի հետ կապված։ Ճիշտն ասած, այդ ինֆորմացիան մենք էլ ունեինք, որ ինչ որ փոքր դահլիճում են ուզում անել, չենք ուզում ուղղակի հրապարակել, սպասելով տեսնենք ինչ կլինի։ Ես անցյալ անգամ առաջարկեցի, եթե դահլիճի խնդիր ունեն, մենք պատրաստ ենք մեծ դահլիճ տրամադրել, որովհետև չեմ ուզում 100% ասել, բայց իմ ինֆորմացիայով քաղաքացիները իրավունք ունեն լինել այդ նիստին։ Այսինքն բոլոր շահագրգիռ կողմեր, այնտեղ հանձնաժողովում հավատարմագրված ՀԿ-ներ կան, որը էլի զրոյացրեցին, այսինքն 4 ՀԿ, եթե չեմ սխալվում, տարեկան բյուջեից գումար են ստանում, հավատարմագրվում են սպառողների պաշտպանություն, կոնկրետ էներգետիկայի մասով։ Հիմա եթե կառավարությունը դա նախաձեռնեց, նշանակում է այդ ՀԿ-ները չէին աշխատում։ ՀԿ-ները մեր հետ բազմաթիվ անգամ աշխատել են, բոլոր հարցերը փորձել են լուծել։ Այսինքն այդ նիստը պետք է լինի բաց, ընդլայնված եւ առանց ժամանակի սահմանափակման։ Մեր պահանջը դա է։ Ես էլ ձեզ եմ վստահում, հաշվի առնելով ձեր ճնշումը եւ ունակությունները, կարծում եմ այո կանեն, թե չէ չէին անելու, իմ կարծիքով։ Ինչ վերաբերում է լիցենզիայից զրկելուց հետո կառավարչին, լիցենզիայից զրկելուց հետո այնտեղ 3 ամսյա ժամկետ կա բանակցություններ սեփականատիրոջ հետ, որի ժամանակ հանձնաժողովի նախագահ իրավունք ունի կառավարիչ նշանակելու, անգամ նույնին վերանշանակելու։
Ես անցած անգամ հայտարարեցի, որ իրեն շատ լավ է զգում կառավարիչը իր հանուն Հայաստանի Հանրապետության 6 թե 7 անգամ ավել աշխատավարձ է ստանում եւ շատ հարմարավետ է զգում, բայց երկրորդ սցենարը իմ չէ, սեփական Կարապետյանը, հա։ Ես հիշում եք մի անգամ հարցրեցի։ Չէ, գլխավոր տնօրենը աշխատավարձ է ստանում, ուղղակի ումից է ստանում, վայրեն մի անգամ հարցրեց, ասեց դուք միլիարդա տրեք, ասի Աստված ձայնդ լսի։ 5 ու քանի միլիոն։ Դե արդեն հրապարակված թիվ է, բայց 690 թե 790 հազար ստացել է այդ նախկին պաշտոնում, ինչ երկու, այն որ պետք է հսկեր ամբողջ հանրապետության պետական այո, որպեսզի կոռուպցիա չլիներ։ Դե թող բարձրացնեն, հավասարվեն իրար։ Նկատի ունեմ, եթե երկրորդ սցենարը գործի իրեն նորից տանեն ՊՎՑ, համոզված եմ, որով էլ նշանակվի լինելու է իր կոնտրոլի տակ։ Այսինքն իր վերահսկողության տակ է լինելու եւ հեծը միևնույն է ինքն է։ Ես անցած անգամ ասել եմ, հիմա կրկնում եմ, հաշվի առնելով, որ հանձնաժողով, գիտեք, ախր հանձնաժողովի նախագահը մոռանում է, որ տարի ու կես եղել է հանձնաժողովի անդամ։ 19-20 թվականի նոյեմբերին է դուրս եկել, Կոտայքի մարզպետ է դարձել։ Անցյալ օրը հանձնաժողովի նախագահին ասում են, լավ, բա այս 4-5 տարվա մեջ այդ որ եւ ինչպես ասեմ, պեկնել է տվել զորայական տեղեկանք ստուգումից հետո։ Մեզ անգամ այդպիսի գովասանագիր են տվել, որ եթե չեմ սխալվում, որ մենք լավ հարկ վճարող ենք։ Եվ հանձնաժողովն էլ որևիցե ձևով, որևիցե իր այսպես ներդրումները ընդունելով մյուսով հաստատել է, որ հիմնարկը աշխատում է նորմալ։ Հիմա այս պարագայում իրեն հարց են տալի, ասում են, բա ինչպես եղավ, բա նախորդ հոսպոդեյս ինչ անեմ, ես իմ համար եմ պատասխան տալի։ Իմջած ձեզ ասեմ, հանձնաժողովի մնացած 4 անդամները, նու ընդդիմադիր անդամը հանած, ընդդիմադիր անդամը, եթե չեմ սխալվում, 4 տարի աշխատում։ Մնացած անդամները 18 թվից աշխատում, 18-ի վերջից։ Այսինքն ինքը իր գոլեգաներին, այսպես կներեք հազար անգամ իրեն մեջտեղից ամբողջ պատվերը ինքն է կատարում անձամբ, նու ի սկզբանե կատարել։ Իր գոլեգաներին հանում է, իրեն հանում է արանքից մեղադրելով գոլեգաներին։ Խնդրում եմ բացատրեք, ինչ ասել է հեցին լիցենզիայի զրկել։ Դրանից հետո ինչ պրոցես է նախատեսվում։ Դա եմ ասում, 3 ամիս բանակցություններ, եթե բանակցությունները արդյունք չեն տալիս, արդեն պետությունը նախապատվություն ունենալով որպես գնորդ լինելու, կամ ինքը կարող է գնել, կամ կարող է օտարել այլ կազմակերպություն։ Եթե իրենք մնան, չի լինի։ Այսպես պատասխան։ Արբիտրաժային վեճի փուլում գտնվող ընկերության վերաբերյալ լիցենզիայի ձեռքերի որոշումը իրավական առումով օբյեկտիվ է, այսինքն հնարավոր։ Տեսեք, այստեղ մի հատ ուրիշ խնդիր ունենք, Սահմանադրական դատարանը վարույթ է ընդունել ազգային ժողովի падգամավորների բողոքը։ Ընդհանրապես նորմալ երկրներում, եթե Սահմանադրական դատարանը վարույթ է ընդունում, անգամ եթե հայցի ապահովում չկա, այսպիսի գործողությունները ձեռնպահ են մնում։ Լավ, պատկերացրեք, վերցրեցին, 3 ամիս էլ սեփականատիրոջ հետ ոչ մի բանակցություն արդյունք չտվեց, իրենք որոշեցին օտարել Պետրոս Պետրոսյանին կամ ինչ որ կազմակերպության, չնայած խոսում են մեր թշնամի պետության հետ կապ ունեցող ինչ որ կազմակերպությունների մասին, չեմ ուզում հավատալ իհարկե։ Բայց որ Սահմանադրական դատարանը վերջում որոշում կայացրեց, որ այն օրենքը էներգետիկայի մասին փոփոխությունները հակասահմանադրական են, ինչ են անելու։ Լավ, մտածում ա մեկը դրա մասին։ Հավատում եք այն վարկածին, որ թշնամի պետության հնարավոր է վաճառեն այդ։ Ես ասեցի լսել եմ, բայց չեմ հավատում։ Չեմ ուզում հավատալ, այսպես ասեմ։ Խոսենք նաև 3 օր առաջ Դաշտ կապիտալի կողմից ներկայացված դիմումի մասին։ Ուզում եմ հասկանալ, եթե այս անգամ են հաշվեց դիմումը, հետագա քայլերը ինչպիսին են լինելու։ Մեզ համար այս պահին շատ կարևոր նշանակություն ունի, որպեսզի ժողովուրդը ճիշտը տեսնի։ Գիտեք, տարիներ շարունակ այսպես միայն եւ միայն ձեր միջոցով է ինչ որ բան տեսել։ Իշխանությունը մատը մատին չի տվել ճիշտը ցույց տալու համար։ Մենք ժողովրդին ուզում ենք բացատրենք, որ սա եւ ինչի համար ենք պայքարում։ Այսինքն, եթե լավ, ինչ որ բացատրություն պետք է լինի, ասում են տարվա վերջ։ Իմ իմանալով հաշվարկային տարին ավարտվում է նոյեմբերին, այս սակագնի հարցում, այսինքն նոյեմբերինը արդեն գնում է հաջորդ տարվա։ То есть հոկտեմբերը վերջի ամիսն է։ Էլ չեն կարող ասել, հա, միջև տարվա վերջ տեսնենք ինչ է։ Իրենց խաղաքարտերն ենք մենք խառնել։ Չեն պատկերացնում, հաշվի առնելով իրենց հեքիաթների, այսպես հորինելու ունակությունը կարող են մի բան հորինել, բայց խելքին մոտ ոչ մի բան չեն կարող հորինել, որ չիջեցնեն։ Էլ չեմ ասում շուկայի այդ շուկա ստեղծած
ինչի համար են ստեղծել, կլինեն քրեական գործերով, ինչքան ստացավ, ինչի համար ստացավ, ինչի բերեցին էներգետիկայի ոլորտից այդքան գումար հանեցին, որը կարող է լուրջ սակագին զսպել։ Այդ ամբողջը քննության արդյունք առարկա պետք է լինի։ Չէ, ես ինչ որ տրամաբանություն ունեցող պատճառ չեն կարող գտնել մերժելու, իսկ անտրամաբանական ինչքան ուզեք։